Հայաստանի ազգային ժողովի եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ կազմակերպված ֆրանկոֆոնիայի մրցանակ ազգային ժողովի նախագահի կողմից արտասանության մրցույթի մրցանակաբաշխության արարողությունն է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունելով մասնակիցներին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին նախաձեռնության գաղափարը կիսելու եւ դրա իրականացմանը նպաստելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր աշակերտներին ցուցաբերած ակտիվության եւ մասնակցության համար։ Ֆրանսերենը եւ ֆրանսիական մշակույթը եղել է եւ շարունակում են մնալ մեր մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներից մեկը։ Հենց ֆրանսերենը դարձավ գեղարվեստական արտահայտման միջոց բազմաթիվ մեծանուն հայերի համար, ինչպիսիք են Շարլ Ազնավուրը, Անրի Վերնոն, Գարզուն, Ժանսեմը եւ այլոք։ Խորհրդարանի ղեկավարն ընդգծեց, որ ֆրանկոֆոնիան միայն լեզվի մասին չէ, այն արժեքների համակարգի, մշակութային բազմազանության, խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին է։ Հայաստանը որպես ֆրանկոֆոն մեծ ընտանիքի անդամ հանձնառու է այդ արժեքների պահպանմանը եւ տարածմանը։ Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության կողքին պատմության ընթացքում եւ մենք չենք կարող դա չգնահատել եւ մշտապես շնորհակալ ենք մեր բարեկամ երկրին այդ աջակցության համար։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորելով մրցույթի հաղթողներին շնորհակալություն հայտնեց ազգային ժողովի նախագահին նախաձեռնության համար։ Հայաստանի ազգային ժողովը կարևոր դեր ունի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ակտիվ մասնակցության ապահովման հարցում։ Ֆրանսերենը ոչ միայն աշխարհում ամենաշատ խոսվող լեզուներից մեկն է, այլև համագործակցության հարթակ բազմաթիվ երկրների համար։ Ֆրանկոֆոնիայի մրցանակ ազգային ժողովի նախագահի կողմից արտասանության մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 46 աշակերտ Երևանից եւ Հայաստանի 7 մարզերից։ Առաջին փուլը հաղթահարել եւ եզրափակիչ փուլ են անցել 12 մասնակից։ Ինչ հնարավոր ամեն ինչ արել էի, որ լինեի երեքի մեջ, չէի սպասում, որ հենց առաջին տեղ կլինի, բայց ակնկալում էի ինչ-որ այդ պիտի բիբան, բայց ամեն դեպքում այդ պահին, երբ հայտարարեցին, շատ ուրախացա, ամեն դեպքում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, ովքեր այդ գաղափարը ունեցան, որովհետև դա շատ հիանալի փորձ էր ինձ համար եւ կարծում եմ, որ իմ ֆրանսերենը շատ լավացավ էս մի քանի շաբաթվա ընթացքում։ Անկեղծած մեծ հույսեր ունեի, բայց չէի սպասում, որ այսպես կլինի, ու շատ ուրախ եմ։ Ես էլ տեսնելով պայմանները եւ մրցանակը շահագրգռվեցի։ Ես չէի սպասում, որ երկրորդ փուլ կանցնեմ, որ մնաց հաղթեմ։ Շատ լավ հնարավորություն էր։ Նախապես որոշված 3 մրցանակային տեղերն ավելացավ եւս մեկով։ Եվս մեկ մրցանակ ստանում է Աննա Հենց արդեն առաջին երեքին հայտարարեցի, արդեն զգում էի, որ արդեն վերջ, բայց որ արդեն չորրորդին հայտարարեցին, շատ ուրախացա։ Փորձում էի օլիմպիադաներում ավելի արդյունքներ գրանցել, մարզայնում եմ արդյունքներ գրանցել եւ հիմա շատ ուրախ եմ, որ գնում եմ Ֆրանսիա։ Արտասանության մրցույթը հաղթած 4 ամենաճարտարախոս աշակերտների մրցանակն է լեզվամշակութային մեկ շաբաթյա ուղևորություն Ֆրանսիա։